Ինչ սիրելի հետևորդներ, unboxing-ն արված է, հիմա եկեք միասին փորձարկենք իմ նոր օգնական չասեմ, շեֆ խոհարարին։ Տեսեք, երբ նշված ժամանակը ավարտվում է, ինքն իրեն անջատվում է։ Մի խոսքով ընկերներ ջան, կշեռքի կարիք էլ չկա, մոռացա ասեմ, որ մածունով բիսկվիթ եմ սարքում, զեբրա բիսկվիթ, բաղադրատոմսը իմ էջում կա, բայց դա երկրորդական է, այստեղ կթողնեմ, այսօր ուղղակի փորձում ենք իմ նոր սարքը։ Սենսոր համակարգ, որի միջոցով կառավարում ես թե ժամանակը, թե ուժգնությունը, թե տարայի ջերմաստիճանը, որովհետև սա ինդուկցիոն է, տաքանում է մինչև 180 աստիճան, այսինքն այստեղ եւ ճաշեր կարող եք պատրաստել, եւ եփովի խմորներ են, որ ամեն ինչ։ Մի խոսքով ընկերներ ջան, շեֆը ունի հնարավորություն կշռելու իր վրա, սենսոր համակարգով հենց սեղմում ես կշեռքի վրա, միանգամից ինչ որ լցնում ես տարայի մեջ, ինքը կշռում է։ Հիմա հանում ենք այս գլխիկը, քանի որ ալյուրի համար այնքան էլ հարմար չի ինքը։ Ճիշտ է, կարող ես, որովհետև շատ հզոր է, կարող է անել անգամ դա, եթե պինդ խմոր չես հունցելու, բայց ես նախընտրում եմ հանել։ Ալյուրը մոտավորապես 450 գրամ ենք լցնելու, այդ պատճառով հենց միանգամից իր վրա կկշռենք, կմաղենք իր վրա զգուշությամբ ու կշարունակենք։ Շատ զգուշությամբ էր, շատ։ Հիմա օգտագործենք այս կատարով գլխիկը, որը ալյուրը խառնելու համար է, բիսկվիթանման խմորների համար էլի շատ պինդ չէ, պինդ խմորի համար այլ գլխիկ ունի։ Բիսկվիթը արդեն պատրաստ է, Cooking Chef-ից շատ գոհ եմ, ընտիր արել է իր գործը։ Այս անգամ կակաոյից գույնն էր ուղղակի մի քիչ բաց, մնացածը շատ լավ է ստացվել։ Հիմա կտրենք։ Մի խոսքով ընկերներ ջան, ունենք իսկապես իդեալական արդյունք, փափուկ, շատ լավ բիսկվիթ, իհարկե բաղադրատոմսից էլ է, բայց Քենվուդը հրաշալի կատարեց իր գործը, շատ անգամ հեշտացրեց իմ գործը։ Ուրեմն բաղադրատոմսը հիմա կթողնեմ ներքևում։ Մի խոսքով, իսկապես շատ լավ բիսկվիթ է ստացվել։ Իսկ այս սարքի հետ, Cooking Chef-ի հետ աշխատելը սկզբում թվում էր, թե կարող է բարդ լինել, քանի որ բազմաֆունկցիոնալ է, թվում էր, թե չեմ կարողանա այդքանից գլուխ հանել, հասկանալ, բայց այդպես չէ։ Շատ արագ ընկալում ես, շատ հեշտ է օգտագործման մեջ, իսկապես շատ գոհ եմ։ Դեռ շատ բաղադրատոմսեր կպատրաստենք, դեռ շատ բաներ կփորձենք միասին այս սարքով, իր կցորդներով, սա միայն միքսեր չէ, ինչպես արդեն նշել եմ, այստեղից միանում են, իրեն կցվում են իր կցորդները, դառնում է եւ մսաղած, եւ բլենդեր, եւ հյութաքամիչ, եւ գրտնակ, եւ մարացնող, քերող սարք, մի խոսքով ամեն ինչ դառնում է։ Մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, որ այս սարքը, եթե ոչ եք այս սարքը ձեռք բերել, ապա իմ տրամադրած պրոմոկոդով Gift from C պրոմոկոդով կարող եք մեկ կցորդ սարքի հետ միասին նվեր ստանալ, իսկ սարքը ոչ միայն կանխիկ գնումով, այլ նաև ապառիկով հնարավոր է ձեռք բերել։ Եթե որևէ մեկին հետաքրքրի ավելի մանրամասն պատրաստ եմ բացատրել եւ սիրով օգնել։